Վերադարձանք տաղավար և այս առավոտ որոշել ենք խոսել նաև մանկական հոգեբանությունից, որովհետև որքան կարևոր է ֆիզիկական առողջությունը, նույնքան էլ հոգեբանական, դաս չկա, հանգստի սեզոն է և հաճախ են ծնողները կանգնում երեխաներին զբաղեցնելու, նրանց առավել շատ ժամանակ տրամադրելու, նրանց լեզուն այսպես ասած հասկանալ չհասկանալու խնդիրների առաջ։ Մեր տաղավարում է կանա հոգեբանական կենտրոնի տնօրեն հոգեբան Էլզա Մանուկյանը, ով նաև նոր գիրք է հեղինակել։ Հենց այդ թեմաների շուրջ էլ զրուցելու ենք։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք երևի թե այն թեմայից, որ հիմա արդեն արձակուրդ է, երեխաներին զբաղեցնելը մի քիչ ավելի բարդ է, երեխաները շատ ավելի ազատ ժամանակ ունեն, ինչպես օգտակար է համատեղել երեխայի ժամանցի հետ, որ լինի եւ։ Շատ լավ ու շատ կարևոր հարց է, դեռ արձակուրդները նոր են սկսվել, երեխաները դեռ հանգիստ վիճակում են, ծնողներն էլ, բայց որոշ ժամանակ անց արդեն կսկսվի այդ հակասությունը, հեռախոսները կսկսեն երեխաների ձեռքերից վերցնել, բայց դրա փոխարեն պետք է զարգացնող ժամանց կազմակերպել, ապահովել։ Իհարկե երեխաները իրենք իրենցով էլ պետք է նպաստել, որ իրենք գտնեն իսկ ինչով կարող են զբաղվել, բայց միևնույն ժամանակ կախված տարիքից ծնողը անպայման պետք է կազմակերպի երեխայի համար հետաքրքիր զարգացնող ժամանց եւ այս գրքույկումս, որը 1-ից 10 տարեկան երեխաների ծնողների համար է նախատեսված։ Ինչպես մեծացնել երջանիկ երեխա։ Այստեղ շատ լավ, բացի խորհուրդներից, մեթոդներից, նաև շատ լավ խաղեր է ներառել, որոնք որ ծնողը մի շնչով կընթերցի այս գիրքը, բայց անընդհատ կվերադառնա, որպեսզի խաղեր խաղա, ընդ որում այնպիսի խաղեր են, որ մեզ էլ են հետաքրքիր, որպես ծնողի։ Իսկ մեզ 1-2 պրակտիկ խաղեր կասեք, թե դա կթողնենք վերջի համար։ Ասեմ, եկեք հենց հիմա էլ խաղանք։ Եկեք խաղանք, այո։ Սիրելի ծնողներ, այս պահին ձեզ բոլորիդ հրավիրում ենք, թողեք ձեր բոլոր գործերը խոհանոցում կամ որտեղ որ եք, երեխաներով եկեք հավաքեք, որտեղ հիմա երեկոյի համար ձեզ լավ տարբերակ ենք առաջարկելու։ Հենց խնդրեմ։ Ուրեմն ստեղծագործ մտքի զարգացման խաղ, ես նշեմ, որ շատ հաճախ ծնողները ավելի մեծ կարևորություն տալիս են տրամաբանության զարգացմանը, ճշգրիտ առարկաների ուսուցմանը, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է երեխայի ստեղծագործ միտքը խրախուսել, որովհետև դա նույն կրեատիվությունն է, որովհետև բոլոր երեխաները առանց բացառության ունեն վառ զարգացած երևակայություն, սակայն տարիքի ընթացքում թե ծնողները, տատիկ-պապիկները, թե դպրոցական ուսումնական համակարգը կաղապարների մեջ է դնում երեխաների միտքը, մի արա չի կարելի վատ կլինի եւ այլն, աստիճանաբար երեխայի ստեղծագործ միտքը թոշնում է ու աստիճանաբար կորում է։ Այդ մասին էլ եմ գրքում անդրադարձել հետազոտությունների մակարդակով եւ թե ինչ պետք է անել, որ երեխայի միտքը միշտ վառ ու պայծառ պահել, որովհետև վառ զարգացած ստեղծագործ միտքը նպաստում է հետագայում առաջ խաղացմանը, թե երեխայի անձնական, թե ավելի գլոբալ առումով, նոր ծառայություններ, նոր ապրանքներ ստեղծվում են հենց վառ զարգացած երևակայության շնորհիվ։ Եվ եկեք հենց հիմա մի հատ խաղ խաղանք, ստեղծագործ մտքի։ Ուրեմն, եկեք հորինենք, որ կարմիր գլխարկը գնում է ոչ թե տատիկի տուն, այդ անտառով, որտեղ կան վայրի կենդանիներ հանդիպելու բազում վտանգներ, այլ գնում է ուրիշ տեղ։ Ուր է գնում կարմիր գլխարկը եւ ինչպես է գնում։ Եկեք հենց հիմա հորինենք։ Եկեք։ Ուր է գնում, ուր կարող է գնալ։ Նա արդեն կարկանդակներ ունի այդ ժամանակ, կարկանդակներով է գնում արդեն։ Թողնում եմ ձեր երևակայությանը, կարող է եւ չունի կարկանդակներ։ Նա գնում է ուր։ Ես առաջարկում եմ, որ կարմիր գլխարկը գնա իր դասարանցիների մոտ, օրինակ, պաղպաղակ ուտելու։ Ես առաջարկում եմ ոչ անտառով։ Կարմիր գլխարկը գնում է գնումներ կատարելու, այսպես ասած շոփինգի։ Այդ աղջկական տարբերակի կարմիր գլխարկը համաձայն կլինի։ Դու շոփինգ չես անում։ Ոչ այդքան, ինչքան օրինակ իմ կինն է անում։ Գնում է շոփինգի եւ այդքանը ուր է գնում կարմիր գլխարկը։ Գնում է շոփինգի։ Գնում է շոփինգի։ Ու որտեղ որ իրեն
վտանգներ առանձնապես չեն սպառնում, չէ՞, որպես այդպես։ Իրեն չէ, բայց իրեն հովանավորին շատ են սպառնում վտանգները։ Դե կարմիր գլխարկը դեռ գումար չի աշխատում, չէ՞, քո կարմիր գլխարկը չի աշխատում։ Իմ կարմիր գլխարկը ոչ, գումար չի աշխատում դա։ Մայրիկը կամ տատիկը քաշվածն են այդ։ Գումարները նրանք են տալիս։ Ոչ միայն ուր է գնում, այլ այստեղ արդեն երեխայի հետ հորինում ենք հետաքրքիր շարունակություն, ուր է գնում, ինչ է տեսնում, ում հետ է գնում, իսկ ինչ է տեղի ունենում, այսինքն սա կարող է դառնալ 15-20 րոպեանոց մտքի զարգացման թռիչք, վառ երևակայության եւ հետաքրքիր ինտերակտիվ խաղ, որը որ շատ հետաքրքիր է եւ շատ զարգացնող օգտակար է։ Նաեւ սա նաեւ շատ սցենարական մտածողություն է զարգացնում, ինչպես փոխել կարմիր գլխարկ ըստ օրինակ Արթ Գեղամյանի կամ ըստ Զառայի։ Այո։ Սա նկատի ունեցեք եւ ոչ միայն կարմիր գլխարկը առանցրեք որևէ հեքիաթ, վերցրեք եւ փորձեք փոխել։ Պետք է զարգացնել։ Պետք է զարգացնել։ Եվ կարևոր նախապայմանը, երբ որ հեքիաթ ենք հորինում երեխայի հետ որակյալ ժամանակ ենք անցկացնում, կարևորը չշեղվել հեռախոսի վրա, զանգի վրա, հեռուստացույցի վրա, այլ մեծահասակի հետ խոսելու վրա, եթե այլ մեծահասակ կա, մյուս մեծահասակին էլ ենք ներգրավում խաղի մեջ, բայց չենք շեղվում, որովհետև երեխայի հետ իրականում շատ հաճախ, չէ, շատ մայրիկներ կան կամ ծնողներ, որ առավոտից երեկո երեխայի հետ են, բայց որակյալ ժամանակ որպես այդպեսին քիչ են անցկացնում։ Ավելի լավ է մայրիկը, եթե դրա կարիքը կա եւ եթե ցանկությունը կա, գնա աշխատանքի, բայց օրական գոնե 15 րոպե որակյալ ժամանակ անցկացնի, այսինքն խաղերով, քանց թե ամբողջ օրը երեխայի հետ լինելով, բայց երեխան ինքն իրեն տրվի, մայրիկը ինքն իրեն տրվի, այսինքն ստեղ պետքա գտնել ոսկե միջինը, որ եւ օգտակար լինի եւ մայրիկը կարողանա, ինչ եմ մենակ մայրիկ ասում, ծնողները, տատիկ, պապիկները, հայրիկները շատ կարեւոր դերակատարություն ունեն։ Ու եկեք առաջարկում եմ մեկ այլ խաղել խաղալ։ Եկեք, սիրով, իհարկե։ Եկեք դուք պատմեք ու նաև մեր հեռուստադիտողները իրանցով թող խաղան այդ խաղը, ինչով եք դուք այսօր եկել Շանթ հեռուստաընկերություն, բայց ոչ թե իրականը պատմեք, այլ երևակայական, օրինակ, ինչ հետաքրքիր միջոցով եք եկել, ինչ հետաքրքիր կերպով եք եկել, միգուցե նաև ում հետ եք եկել։ Օ, ես հենց հիմա կարող եմ ասել, ես եկել եմ 181 նժույգներով, միանգամից կարող եմ ասել։ Որտեղս պարկինգ արել։ Ոնց 181 նժույգները բոլորը սպիտակ գույն էին, ասեմ ձեզ, այո, եւ 181 նժույգները, եթե դու ուզենաս կամ եթե դու պատկերացես, նրանք ընդհանրապես դառնում են sense մեկ փոքրիկ ամբողջություն, որ կարող ես 1.5 մետրի վրա կայանել։ Որտեւ իմ մեքենան 181 ձյաուժ էր։ Հերո չգնանք։ Իմ պատասխանը սա է։ Բայց հետաքրքիր էր, դուք ունեք ստեղծագործ միտք։ Հա։ Ես ակը կտրեմ կուղարկեմ կնոջս, որ նա միշտ իմանա, որ է ստեղծագործ միտք ունեմ։ Բայց միշտ պետք է զարգացնել, չուրախանալ ունեցածով։ Դե, իսկ դուք ինչով եք եկել այսօր։ Ես հաշվի առնելով, որ ես շատ տպավորված եմ ժամանակի առաջընթացով, տեխնիկայի զարգացմամբ, ես միանշանակ այստեղ եկել եմ իմ փոքրիկ թռչող մեքենայով, եւ սա ոչ թե ես եմ, այլ իմ այն մյուս տարբերակը, որը ինչպես ես էի փոքր ժամանակ մտածում, հեռուստացույցում ապրում են մարդկանց մինի տարբերակն իրանք իրական մարդիկ չեն, ես իմ այդ տարբերակին եմ ուղարկել, որը ապրում է հեռուստատեսության մեջ, այդ փոքրիկ հիմա տափակ արքունի։ Մենք հիմա մի լավ թեմայից ենք խոսում, սիրելի Էլզա, ես վստահ եմ, որ դուք տեսած կլինեք, թե ինչպես է արհեստական բանականությունը անիմացիայի մեջ դնում կամ կենթանացնում այն նկարները, որոնք որ նկարել են երեխաները եւ ոչ միայն երեխաները, թե դրանք ինչքան ճշմարտանման են, ճշմարտացի եւ երբ որ նրանք տեսնում են իրենց նկարածները գործողության մեջ, հասկանում են ինչն է սխալ արել, ինչն է պակաս, ինչու նա պիտի 4 ոտք ունենա, այլ ոչ 3, կամ հակառակը հրահանգ է տալիս արհեստական բանականությանը, որ նա 3 ոտքով է, բայց կարողանում է թռչել օրինակ։ Սա եւս ստեղծագործականությանը նպաստող երևույթ է սմարթֆոնները կիրառելու իմաստով, բայց ես լրիվ ուրիշ հարց ունեմ։ Տեսեք, այս ամբողջ ինֆորմացիան, որ կա, որ գալիս է երեխաների մոտ, շատ ժամանակ այնքան շատ է եւ այնքան պահանջկոտ են դարձնում նրանց, որ նման խաղերը եւ նման հետաքրքրությունները նրանց համար կարող են, այսպես ասած, ձանձրալի թվալ։ Ինչ անել, որպեսզի չփորձենք ոտք մեկնել այդ գունավոր եւ ավելի շատ զարգացած երևակայության հետ, ինչպիսին արհեստական բանականությունն է, բայց եւ մնալ մրցունակ նման երևույթներում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, իրականում այստեղ չափավորությունն է կարևոր, որ երեխաներին լիովին պետք չի զրկել հեռախոսներից արհեստական բանականության
նոր հնարավորություններից, հա, ու երեխաներ, տարբեր տարիքի երեխաների մասին է խոսքը, բայց հստակ պայմանավորվել սահմանափակումների մասին, որովհետև եթե երեխան անընդհատ հեռախոսի մեջ լինի եւ զրկված լինի կենթանի շփումից կամ այդ կենթանի շփումը նվազագույն լինի, դա բնականաբար բացասական զարգացում կլինի երեխայի էմոցիոնալ ինտելեկտի վրա, սոցիալական շփումների վրա, որոնք որ շատ կարեւոր են երեխայի բնականon զարգացման համար։ Եվ այ հեռախոսները սահմանափակելով պետք է դրթել, որ երեխան խաղեր խաղա, այսինքն ծնողը չպիտի վախենա անգամ, եթե երեխան ձանձրանում է, անելու բան չունի, որովհետեւ ձանձրույթը եւս նպաստում է, որ երեխան ինչ-որ բան ստեղծի, հորինի, խաղա, կարողա ում հետ, կարողա բակում եւ էլի ես շատ մեծ կողմնակից եմ բակային խաղերի, ճիշտ է հիմա կան բակեր, որոնք այդ հնարավորությունները չեն ստեղծում, բայց միևնույն ժամանակ կան շատ բակեր, ուղղակի ծնողները ինչ-ինչ պատճառներով վախենում են երեխաներին բաց թողել բակ, երեխաների հետ պետք է իջնել բակ եւ ամեն կերպով նպաստել, որ երեխաները խաղան, այլ երեխաների հետ շփվեն, իրարից սովորեն, ինչ որ դա շատ կարեւոր եւ օգտակար զբաղմունք է։ Հեռախոսներից ամբողջությամբ պետք չի զրկել, ինչ որ չափաբաժնով եւ պետք է հետեւել, որ այդ սահմանը չխախտվի, այսինքն չպայմանավորվել, որ օրական 1 ժամ ես օգտագործում, բայց իրականում երեխան 6 ժամ օգտագործի ու ծնողը չհետևի, մի օր հետևի, մի շաբաթ չհետևի, այդ արդեն երեխան չի լսի ծնողին կա կարծրատիպ ու դա շատ տարածված կարծրատիպ է, դա նաև մեր կրթահամակարգում կա, որ բոլոր երեխաներին նույն կանոններով, նույն կերպ, նույն բանաձևերով են մեծացնում, հաճախ մոռանալով, որ յուրաքանչյուր երեխա պահանջում է ուրույն անհատական մոտեցում, որովհետև երեխաները շատ տարբեր են, որքան էլ նույն միջավայրում են մեծանում, բայց շատ տարբեր են։ Այ ինչպես մեծացնել երջանիկ երեխա գրքի վերնագրի հետ հարցը սկապելով, արդյոք բանաձև է սա, թե իրականում երկար եւ ինչ-որ առումով տքնաջան աշխատանք։ Գիտեք, իրականում այդքան էլ համամիջ եմ, որ բոլորին միանման են դաստիարակում, չէ, ես շատ ուրախ կլինեի, որ այդ դաստիարակության տարրական կանոնները, որոնք այսօր կարծես շատ խախտված են մարդկանց մոտ, դաստիարակության տարրական կանոնները ծնողները պահեին, որ երեխաները սովորեին հարգեին թե իրեն սահմանը, թե դիմացինի սահմանը, հարգեին մեծահասակներին, այդ փոխադարձ հարգանքի կանոնները լինեին, բայց մյուս կողմից մանկական հոգեբանության համաձայն եմ ձեր հետ կանոններ կան, սկզբունքներ կան, որոնց պետք է իմանալ, որովհետև խնամքին զուգահեռ շատ կարևոր է մանկական հոգեբանության գոնե տարրական գիտելիք ունենալ, որ երեխային ոչ թե կոտրել եւ ոչ թե չափից դուրս երես տալ, այլ ճիշտ թևեր տալ, ճիշտ դրական խրախուսում տալ, որ երեխան մեծանա ինքնավստահ, դիմացինին հարգող, իր ուժերին հավատացող անձնավորություն, որովհետև ինչքան շատ մենք երջանիկ երեխաներ դասյարակենք, այնքան մեր հասարակությունը ավելի երջանիկ կլինի եւ երջանիկ հասարակության մեջ այդ չարը վատը շատ ավելի քիչ կլինի։ Ես չեմ բացառում, որ պիտի լինի, ոնց որ չարն ու բարին մենք ենք ընտրում, բայց ոնց որ մեր նպատակն է ավելի շատ երջանիկ մարդիկ միշտ իրանք բարին են գործում։ Բայց մեր իրականության մեջ այս խնդիրը իրականում շատ կա, երբ որ ամեն ծնող մտածում է, որ իր երեխայի ցանկությունները ավելի կարևոր են, քան դիմացինի երեխայի կամ դիմացին մեծահասակի իրավունքները, ու երբեմն այստեղ բախում է լինում, որ կներեք, բայց ձեր երեխան կարող է կարևոր լինել միայն ձեզ համար եւ երեխային պետք է շատ փոքր տարիքից սովորեցնել համակեցության կանոններին։ Այ այս մասով ինչ կարող եք ասել։ Որտեվ շատ հաճախ երեխան գիտի, որ ինքն է եւ վերջ եւ գալիս է դպրոց եւ տեսնում է, որ իր նման եւս 30 երեխա կան եւ այստեղ թե երեխայի համար է սենց ինչ որ արժե համակարգի խախտում տեղի ունենում, այստեղ ծնողը պետք է առանց պայմանների սիրի երեխային, ինչքան շատ սիրեն, որ երբեմն լսում ենք, ասում են, վայ, երեխուն շատ հաճախ ձեռքիդ գրքիդ մի վերցրու, վատ կսովորի եւ այլն, չէ, չկա տենց բան։ Երեխային պետք է հնարավորինս շատ գրկել, սիրել, այսինքն այդ սիրելը առանց պայմանների պետք է լինի, բայց միևնույն ժամանակ այ ձեր ասածը այդ արդեն առանց սահմանների երեխային չեն բացատրում, որտեղ են սահմանները, որ մյուս երեխան էլ գիտես, մյուս երեխան էլ ինքը իր ընտանիքի սերն է, ամեն ինչն է, այսինքն
քո նման, դու առանձին ես, քո նմանը չկա, բայց մյուս երեխայի նմանն էլ չկա։ Այսինքն մենք սովորում ենք հարգել մյուս երեխային էլ իր բոլոր իրավունքներով եւ ակնկալիքներով հանդերձ։ Տեսեք, ծնողավարություն այսպիսի տերմին կա, որը որ օրինակ զարգացած երկրներում մինչև ծնող կդառնան մարդիկ գնում են տարօրինակ եւ տարբեր դասընթացների։ Տարօրինակ եմ ասում, որովհետեւ այնպիսի տրեյնինգներ կան, որ մենք դեռ ապրենք ու ապրենք մինչև կհասնենք այնտեղ։ Նրանք ամբողջապես այս ամենը սովորում են, նոր են որոշում կայացնում, դառնալ ծնող թե ոչ։ Մեզ մոտ ընդհակառակն է, մեզ մոտ երեխային կունենում, նոր դառնում ենք ծնողավարության մի մաս։ Հիմա ձեր պրակտիկայում ինչ խնդիրների եք հիմնականում բախվում, որովհետև ինչպես նկատում ենք, երեխաները մեղավոր չեն այս ամենի մեջ, որովհետև նրանք դեռ նաիվ մարդիկ են, որոնց որ պարզապես պետք է ուղղություն ցույց տալ, ոչ թե ստիպել։ Ինչ հիմնական խնդիրներ, ինչ հիմնական խնդիրներ կան ծնողավարությունից եկած, որ ազդում են նաև երեխաների վրա։ Գիտեք, իրականում մեր մոտ էլ ծնողավարման դասընթացներ կան եւ իհարկե բոլորը չէ, շատ լավ կլիներ, որ բոլորը մասնակցեին, բոլորը չէ, բայց մասնակցում են եւ այդ գիտելիքը ձեռք են բերում, ինչը շատ կարեւոր է։ Ու նես չի, որ ծնողավարումից հետո են որոշում ծնող դառնալ թե չէ, այդ գերագույն նպատակներից մեկն է, հա, ծնող դառնալը, որովհետեւ ծնող դառնալու բերկրանքը չես փոխարինի կյանքում որևէ զգացողության հետ, բայց շատ կարևոր է, այո, որ խնամքին զուգահեռ կարևորում են ծնողավարման հիմունքները, որ երեխային տան այն սերը առանց փչացնելու երեխային, բայց թևութիկունք տալու, այսինքն շատ լավ հիմք է, շատ կարևոր հիմք է ծնողավարման հմտություններ սովորելը, ընդ որում կան մարդիկ, որ երեխայի տարիքին զուգահեռ են դա սովորում, կան ծնողներ, ովքեր արդեն դե ֆակտո են սովորում, երբ որ բախվում են խնդիրների, հա, մանկապարտեզում, երբ որ երեխան վարքային շեղումներ է ցուցաբերում, որը որ պայմանավորված է ոչ թե իր ներառական ինչ-որ առանձնահատկություններով, այլ կոնկրետ անդասյարակությամբ։ Դա լինում է դրսևորվում է առաջին դրսևորումները մանկապարտեզում, եթե երեխան մանկապարտեզ չի հաճախում դպրոցում, այդ դեպքում այո, աշխատում ենք երեխայի հետ, բայց ոչ միայն երեխայի հետ, որտեղ եթե մենք շտկում ենք երեխայի վարքը, բայց ծնողը իր վարքագիծը չի փոխում, ուրեմն անիմաստ է աշխատանքը, դրա համար անմիջականորեն ծնողին ներգրավում ենք, զուգահեռ աշխատում ենք թե երեխայի հետ, թե ծնողի հետ ու նաև թե արդեն քույր եւ եղբոր հետ, որովհետեւ վարքային այդ բանալիները պետք է ընդհանուր փոխվեն ընտանիքի մակարդակով, երբեմն նաև մանկավարժների հետ ենք աշխատում, որ ասում ենք մենք այս աշխատանք ենք տանում, դուք էլ դպրոցում այս հարցերի շուրջ ուշադիր եղեք։ Շատ լավ, շնորհակալություն Առավոտյան այսքան ինֆորմատիվ եւ հետաքրքիր զրույցի համար եւ շնորհակալություն այլ խաղերի համար, մենք էլ թարմացանք եթերում։ Կանա հոգեբանական կենտրոնի համահիմնադիր տնօրեն հոգեբան Էլիզա Մանուկյանն էր մեր տաղավարում, ով հեղինակել է ինչպես մեծացնել երջանիկ երեխա գիրքը, վերցրեք այս գրքույկը, կարդացեք, տրեյնինգներ արեք տանը, հավաքվեք, հավես խաղեր խաղացեք եւ կտեսնեք թե ինչպես եք ձեր երեխայի հետ զարգանում նաեւ ինքներդ։ Իսկ այս պահին մենք գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։ Գիտեք չէ, որ երկուշաբթին հոգեբանորեն ամենածանրն է համարվում։ Բայց արյուտես, որ 3 շաբթին է ամենածանրը։ Գիտես ինչ, որովհետեւ մինչեւ թոթափում է շաբաթ կիրակին 2 շաբթի վրա, բոլոր գործերը թողնում ես վաղվանից, վաղը 3 շաբթի, այնպես որ այնքան էլ ծանր որ չի 2 շաբթին։ Հատկապես եթե միացել եք առավոտը շանթում նախագծին եւ ունեք հնարավորություն լսելու լավ երաժշտություն։ Հենց հիմա